Հիմա պատկերացրեք, որ 23, 24, 25 թվականի ընթացքում 30 միլիարդ դրամ դուրս է եկել էներգետիկայի համակարգից, այսինքն եթե չեն վճարում հեցին, վճարում են տրեյդերին, որն էլ հոսանք առնում է ուղիղ կեսերից, չգիտեմ, տարբեր կայաններից, դրա արդյունքում ամբողջ էներգետիկայի համակարգից դուրս է եկել 30 միլիարդ դրամ, այսինքն տարեկան մոտավորապես 10 միլիարդ դրամ։ 30 միլիարդ դրամը դուրս չգալու դեպքում, դե պատկերացրեք արդեն տարեկան մոտավորապես 2 միլիարդ կիլովատ ծախսող ամբողջ բնակչությունը, մենք դուք բոլորս, բնակչության միջազգային հասկացություն դա բնակիչ բաժանորդներն են, ամբողջ Հայաստանի բնակչությունը։ Պատկերացրեք, որ տարեկան մոտավորապես 5 դրամ մենակ այդտեղ կարող է իջեցում լինել։ Իսկ եթե մեր կիրառած մեթոդին սոցիալապես անապահով խավերին այնտեղ տարբեր սակագներ ունենք, մինչև 200 կիլովատ, մինչև 300, մինչև 400, ամենասոցիալապես անապահով խավին կարելի է ընդհանուր մոտեցնել անվճարին, այդ ամբողջ գումարով։ Սա խնդրում եմ մեր ժողովուրդը այսպես հստակ փորձեցի բացատրեմ, կարծում եմ ստացվեց, որ գումարը ուղղակի վերցրել են էներգետիկայի համակարգից, անունը դրել են մոնոպոլիա, վախեցնելով ժողովրդին, որ գիտեք, մոնոպոլիան այսպես դեպքեր կան, օրինակ այս դեպքում մոնոպոլիան ավելի լավ էր, քան իրենց շուկան։ Այսինքն ստացվում է, որ մեծ ծախս ունեցող բաժանորդները, որոնք հիմնականում հանրային բաժանորդներն են, որոշակի գործունեություն ծավալող, վճարում են ավելի էժան, որի արդյունքում սակագինը բնակության համար չի իջնում, որը իմ կարծիքով շատ սխալ է եւ մենք բազմաթիվ անգամ անդրադարձել ենք այդ փաստերին։ Կառավարիչ նշանակված սուբյեկտի հայտարարություններն են, որտեղ ձեզ բազմաթիվ անգամ ասել եմ, կան շատ անհամապատասխանություններ։ Վերջի անհամապատասխանությունը Մասիս ցանցում արևային էներգիայի ուրեմն այդ ծախսը չգրանցելն էր, այսինքն մարդկանցից իբրև թե գողանալ, այդտեղ կա երկու խնդիր, իրենք հաշվարկը սխալն արագեցել էին 800 քանի հազար կիլովատ, բայց ընդհանրապես եղել է 120, իրենց նամակում նշել էին, որ մենք էլ չենք կարող պարզել դա եղել է մեր օրոք, թե իրենց օրոք, ես համոզված եմ, որ դա եղել է իրենց օրոք 90-90 ավել տոկոսով այդ ամբողջից։ Եվ երկրորդ խնդիրը մեր ժամանակ, օրինակ, ես որպես այդ բլոկի ղեկավար, ինչպես էի աշխատում, եթե պարզում էինք տեսուչը դա դիտավորությամբ է կատարել, այսինքն թվեր չի խառնել, չգիտեմ, բազմաթիվ ձևեր կան դա պարզելու, տեսուչը միանշանակ ազատում էր աշխատանքից։ Իմ ինֆորմացիայով իրենց այդ այսպես աղմկահարույց բացահայտման դեպքում ոչ մեկ չի ազատվել։ Այնտեղ ցանցի պետ են ազատել, եթե չեմ սխալվում, եւ տեղակալ, այսինքն այն մարդիկ, որոնք անմիջապես կապ չեն ունեցել, անմիջապես գրողը տեսուչն է, բացարձակ չեն ազատել։ Ինձ որպես իրավաբան հիմք է տալիս դա ենթադրելու, որ իրենց ասածով է դա եղել, որի արդյունքում չեն կարող ազատել այդ իրենց ասած հանցագավոր սխեման իրագործած անձանց։